Զրուցում ենք Արշակ Զաքարյանի հետ, բարև ձեզ պարոն Զաքարյան, դուք մայրաթոռ եք այսօր եկել, կարծես մեր ժողովուրդը իշխանության ղեկավարի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքական ուղղորդումներով բաժանվել է ցավոք երկու մասի, առավոտյան շուտ մենք տեսանք թե ինչ է կատարվում, Հովանավանքում մի հատվածը գնում է այնտեղ ՔՊ-ական վերնախավով, մարզպետներով, ոստիկանապետերով, հավատավոր ժողովրդին ամեն ինչ անում են երկու հատվածի, երկու թևերի բաժանելու համար, ինչ է կատարվում։ Դե նայց չի, որ դա այսօր է սկսվել, իրանք ի սկզբանե եկել են բաժանիր երթիվի սկզբունքով եւ հենց այդպես էլ իրենց ամբողջ քաղաքականությունը վարել են այս 7.5 տարվա ընթացքում, սկսած սև ու սպիտակից, վերջացած մնացած բոլոր այդպիսի դրսևորումներով։ Տարբերությունը մեծ է, այնտեղ մեծ մասը գնացել են հրահանգով, այստեղ ես իմ ընտանիքի հետ եմ, իմ հոգու կանչով, եւ այդտեղ գլխաքանակի հաշիվ չի, իրանց մոտ ամեն ինչը գլխաքանակի հաշվով է, հիմա այսօր ոստիկաններին հրահանգված է, իրանք այսօր մարդ են դատում, սուտ այսպիսի ասած ձայնագրությունների, անանուն ձայնագրությունների հիման վրա, աշխարհում չլսված այդպիսի պրակտիկա, որ իբրև թե այս ուրեմն Արագածոտնի թեմի առաջնորդը հրահանգել է, որպեսզի գնան ցույցերի եւ այլն, հիմա էլ մի այդպիսի գործ փորձում են կարել Վեհափար Հայրապետի գլխին, բայց իրենց ամբողջ գործունեությունը առաջի օրվանից եղել է ուղղորդված հրահանգներով, ճնշումներով, եթե հիշում եք ցույցերի ժամանակ տերորիստների նման մտնում էին դպրոցները եւ մանկահասակ երեխաներին քշում էին դուրս, տանում էին ցույցի, եթե հիշում եք բոլոր իրենց դրանից արած հավաքները, այնտեղ գնում ես հարցնում ես դպրոցները իրենց ամբողջ անձնակազմով, էլի հրահանգով, ուրեմն պետական աշխատողները հրահանգով, ոստիկանների ընտանիքները հրահանգով, դա այստեղ ասենք այնքան արդեն ակնհայտ է, այնքան կանխատեսելի է իրանց բոլոր քայլերը։ Մի երկու օր առաջ հաղորդում էի արել միջև այս տեսագրությունների, այս քնչական կանչելու եւ այնտեղ խոսում ենք այդ մասին։ Այդքան կանխատեսելի է։ Խոսում ենք, որ շուտով պիտի ինչ-որ տեսանյութերով փորձեն պարակտել, պետք է Արագածոտնի բոլոր քննիչներին կանչեն քնչական եւ այդ ամեն ինչ իրականացավ։ Այդ նայած չի, որ մենք վանգան ենք կամ ես իմ այնտեղ չգիտեմ Նաստրադամուսն են եւ կռա իրանք արդեն այդքան կանխատեսելի են այնքան բայց Փաշինյանը նաեւ չի թաքցնում ինքը Facebook-յան իր գրառումներով անընդհատ սպառնում է մեր եկեղեցուն եւ արդեն ամիսներ շարունակ չհաշված որ իրենք 2018-ին եկան հենց այդ նույն այսպես ասած դրոշը պարզած հակաեկեղեցական մեր եկեղեցու դեմ ուղված պայքարով այսինքն ինքն արդեն իր քայլերով կանխատեսելի է բայց դա իրեն չի կանգնեցնում պարոն Զաքարյան իրեն չի կանգնեցնում ինչը պետք է կանգնեցնի Եթե ոչ ժողովրդի համախմբվածությունը, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, ինչ պետք է անել։ Ես իմ կարծիքը ասեմ ոչ թե 18 թվականից է, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին այդ նույն տերերը, նույն հրահանգողները հենց այդ օրը սկսեցին եկեղեցու դեմ պայքարը։ Շատ լավ իմանալով, որ այդ օրը Վեհափար Հայրապետի ուրեմն օծման օրն է, նրանք կազմակերպեցին այդ ողբերգական, այդ ահաբեկչական գործողությունները ազգային ժողովում այդ մեր ազգի համար այդ ողբերգական օրը, որպեսզի սևացնեն հենց եկեղեցու Վեհափարի օծությունը եւ հետո էլ դա օգտագործեն իր դեմ։ Այդ ամեն ինչը սկսվել է այն ժամանակվանից, հավատացեք։ Դա հենց այնպես, այն որ ասում են ռուսերեն բառը, չի համընկնել ուղակի։ Ծրագիր է սա կնշանակի։ Եվ դա իրենք օգտագործում են հակառակ անկյունից, որ տեսեք, Վեհապարը ընտրվում էր այդ ժամանակ, չէին ասում, որ իրանք հենց այդ ժամանակվանից արդեն եկեղեցու դեմ պատերազմը սկսել են։ Ակնհայտ է, որ նույն տերերն են, նույն հրահանգողներն են, նույն այսպես ասած զակաշչիկը ոնց էր հայերեն պատվիրատուները, հա, եւ նրա կատարողներն էլ չեն փոխվել այն ժամանակվանից։ Այն ժամանակ իրենք կոչվում են իբրև թե ընդդիմադիր, այսօր իրանք իշխանությունը զավթելուց հետո մեկը մնում են ընդդիմադիր հայ ազգին։ Այո, իրանք ընդդիմադիր են, բայց հայ ազգին։ Ոչ թե ինչ որ իշխանության
ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի։ Բայց ես հիմա ուզում եմ մի շատ կարևոր բան ասել եւ ամփոփել մեր հարցազրույցը, հայ ազգը պետք է համախմբվի։ Մենք ասում ենք, երբ որ եկեղեցու դեմ սրանք փորձեն արդեն ճակատ, այսպես լուրջ, այսպես պատերազմի դուրս գալ, ամբողջ հայ ժողովուրդը համախմբված է լինելու։ Բայց մի ցավալի իրողության առաջ ենք կանգնած, պարոն Զաքարյան, փողով մարդիկ ծախվելով եւ այդ մասին մենք հիմա պետք է բարձրաձայնենք, փողով ծախվելով գնում են Նիկոլ Փաշինյանի հետևից։ Հիմա Հովանավանք կոչված, այդ պատարակ կոչվածը, որը պիտի անի ինչ-որ կարգալույծ մի անձնավորություն, ասած ես էլ կարող եմ հիմա գնալ էլի պատարակ հայտարարել որևէ տեղում։ Ինքը քաղաքացիական անձ է այլևս, աշխարհիկ մարդ է, այլևս ոչ հոգևորական, բայց ինքը իրեն իրավունք է վերապահում այսօր այնտեղ սուրբ պատարակ անցկացնելու, այսինքն ֆեյք պատարակ անցկացնելու իրողության հետ գործ ունենք։ Որտեղ է մեր ժողովրդի համախմբվածությունը այս երևույթի դեմն առնելու համար, սա շատ վտանգավոր տեղ է տանելու։ Դե նզովյալները փորձում են հնարավորինս շատ իրենց շուրջը ավելացնել նզովյալների քանակը, այսինքն խաբեությամբ, ճնշումով, բռնաճնշումով, հրահանգով, աշխատանքից զրկելու ուրեմն սպառնալիքով եւ այլն, իրենց կողքը հավաքում են մարդիկ, որոնք նույնիսկ շատերը իրենց ուրեմն կամքին հակառակ։ Ես այդ ցույցերի ժամանակ շատ հաճախ եմ լսել այս սովորական ոստիկանների խոսակցությունը, թե ոնց են զզվել այդ ամեն ինչից, բայց մեկը իրենք իրենց ոգիները վաճառում են, զզվելով, չհամաձայնվելով այդ ամեն ինչի գնալով, իրանք նզովքից չեն ազատվում։ Իսկ սրանք էլ հասկանալով այդ ամեն ինչը, խորացած լինելով իրենց սատանայապաշտ սատանիստական ուրեմն ուսմունքների մեջ, նրանք այսպես բռնաճնշորեն նզովյալների քանակն են ավելացնում, քանի որ սուտ պատարակին կարգալույծ քահանայի սովորական աշխարհիկի հայտարարած եւ զորով զավթած եկեղեցում, հա, որը արդեն փաստորեն պղծված է այս պահին, որտեղ արդեն այնտեղ անցկացվել է սուտ ծեսեր, հա, մկրտության եւ հարսանիքի, իրենք մտնում են այդ նզովքի տակ, խաբեությամբ կլինի, տիպողաբար կլինի, դա իրենց չի ազատում, ինչպես օրենքը չիմանալը չի ազատում օրենքի պատասխանատվությունից, այդպես էլ ստիպված լինելով նզովքից չես ազատվում, գիտակցելով, որ դու գնում ես, խախտում ես ուրեմն կանոնները եկեղեցու Աստծու, դու դրանից քեզ ստիպել են, թե քեզ համոզել են, թե քեզ կարգադրել են, դու դրանից նզովքից չես ազատվում։ Դրա համար եթե գնացել են Աստված թող իրանց պահապան լինի, որտեղ նման նզովքի տակ մտնելով իրենք հետո շատ են զղջալու։ Սերունդ են հայտնվում նզովքի տակ։ Ցավոք սրտի, եւ մենք դա օրինակները հարյուրավոր, հազարավոր կա, թե նման մարդկանց հետ ինչա տեղի ունենում եւ իրենց ընտանիքների հետ։ Ցավում եմ դրա համար։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։